Պատկերացրու մի աշխարհ, որտեղ դեղատներ չկան, բայց մարդիկ բուժվում են։ Հին Եգիպտոսում օգտագործում էին մեղր վերքերի համար, բորբոսնած հաց որպես բնական պենիցիլին և օփիում ցավը մեղմելու համար։ Սա հեքիաթ չէ, սա բժշկության սկիզբն է։ 754 թվական, Բաղդադ։ Բացվում է առաջին իրական դեղատունը։ Այստեղ արդեն դեղերը պատրաստում էին, չափաբաժիններով տալիս և նույնիսկ վաճառում։ Բաղդադում դեղատները այնքան զարգացած էին, որ պետությունը սկսեց ստուգել դեղերի որակը։ Սա արդեն պարզապես բուժում չէր, սա դարձավ գիտություն։ Դեղատները ղեկավարում էին դեղագործները, բժիշկները, մարդիկ, ովքեր ոչ միայն վաճառում էին դեղեր, այլ հասկանում էին՝ ինչ, երբ և որքան տալ։ Բնությունը դարձավ նրանց լաբորատորիան։ Կալենդուլա վերքերի համար, Սուրբ Հովհաննեսի խոտ բորբոքման դեպքում, իմբիր սխառնոցի համար, սխտոր աղիքների համար, մեխակ ատամի ցավի դեմ։ Դարեր անց արդեն ստեղծվեցին հատուկ սարքեր, հաբեր պատրաստելու և դրանք այլ նյութերով պատելու համար։ Բուսական թուրմերից մինչև լաբորատորիաներ և կլինիկական փորձարկումներ։ Այսօր դեղատունը պարզապես խանութ չէ, այն հազարամյակների գիտելիքի շարունակությունն է, տարածք, որտեղ բնությունը հանդիպեց գիտությանը մարդուն օգնելու համար։